այս սահմանադրությունը վարչապետին տալիս հնարավորություն, որ բոլոր իրեն ենթակա մարմիններին ինքը հրահանգներ տա։ Այսինքն այս սահմանադրությամբ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ԱԱՑ-ն վարչապետին ենթակա մարմին է։ Այս սահմանադրությունը գրող դևերը, այս պետականության տակ նենց ռումբ են դրել, որ հիմա Նիկոլ Փաշինյանը սա օգտագործում է։ Եվ իրեն ենթակա մարմիններին ապօրինի հրահանգներ է տալիս, այս ենթակա մարմինները ապօրինի հրահանգները կատարում են։ Այդ մարդիկ պետք է իմանան, որ այս հրահանգները որ իրենք կատարում են, սրանք քաղաքական են, սրանք իրավունքի, օրենսդրության, սահմանադրության հետ որևէ կապ չունեն։ Եվ այս պարագայում ինչա տեղ ունեցել, պետության համը մնացել է իշխանության բերանում, պետական լծակները սկսել է օգտագործել իր անձին ուղղված քննադատողների հետևից ընկնելով, իր քաղաքականությունը վարելու, իր քաղաքականությունը քննադատող անձանց հետևից ընկնելով, բայց ընդհանուր մեծ գլոբալ հարցը ի՞նչն է։ Գլոբալ հարցը հետևյալն է, որ Իլհամ Ալիևն ու Էրդողանը ուզում են, որ սա տեղի ունենա։ Իլհամ Ալիևն ու Էրդողանը այս երկում ունեն թշնամի, այդ թշնամին որն է հայրաքելական եկեղեցին է։ Հարձակվել են եկեղեցու վրա։ Եկեղեցուն պաշտպանող մարդիկ կան, հա եկեղեցուն պաշտպանող մարդկանց վրա են հարձակվել։ Էս է տեղի ունեցողը, ժողովուրդ ջան։ Կամ ասենք քեզ ով է թույլ տվել, որ դու որևէ պետության, որևէ քաղաք նման իրոնիայով օգտագործես։ Որևէ պաշտոնատ առանց հարևան որևէ երկրից, եթե մի հայ նման ձևով վարվի, ասի սա ձեր համար ձեր Վանաձորը չի, սա ձեր համար ձեր ասենք Էջմիածինը չի, սա ձեր համար ձեր Երևանը չի։ Պետության ղեկավարի մասին է խոսքը։ Գործադիր իշխանության ղեկավարը որևէ երկրի մի հայի նման բան ասի։ Դա գեղեցիկ բան է։ Հիմա ինքը ասում է մի հայի, բայց Ռուսաստանին է ասում, որտեղ Ռուսաստանի քաղաքների անուններ է տալիս այդ բանով, այդ հեգնանքով, բանով, չգիտեմ ինչով։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս, որ բան է, էլի, այսինքն ի՞նչ է դուրս գալիս, որ այս քաղաքական հետապնդումը նաև շատ բան է, անկազմակերպ քաղաքական հետապնդում է։ Այս քաղաքական հետապնդումը էմոցիաների տակ ընկած քաղաքական հետապնդում է, եւ այդ էմոցիաների տակ այն մարդիկ, ովքեր հիմա գնացել տուն են խուզարկում, այն մարդիկ, ովքեր գնացել փորձում են ձերբակալման արձանագրություն կազմեն, չգիտեմ ինչ կլինի, ընդհանրապես բացարձակ չգիտեն գործը ինչի մասին է։ Հա դուք կարաք ասենք բանը, ձեր ձերքի տակ եղած մարմինները օգտագործեք, չգիտեմ, Հայաստանի էլեկտրական ցանցերի դեմ, չգիտեմ, կաբելի գործարանի դեմ, չգիտեմ, հազար ու մի աշխատատեղ կա այս երկրում ստեղծված տաշիր ընկերությունների խմբի կողմից։ Հազարավոր աշխատատեղեր կա։ Սա ինչ մեխանիզմ ունեք, կարաք դուք գործի դնեք, կիրառեք, բայց դա ասենք մտածում եք դրա մասին, դրա հետևանքների մասին դուք մտածում եք։ Դուք մտածում եք, որ այդ ամեն ինչը ապօրինի է։ Դուք մտածում եք, որ դուք կատարում եք Ալիևի եւ Էրդողանի ցանկությունները։ Դուք այդքանը մտածում եք, թե չէ։